Ակտիվ քաղաքացի հարթակը իրականում արդեն մոտավորապես 20,000 ակտիվ մասնակից ունի, մարդիկ, ովքեր որ հավելված օգտագործելով արձանագրում են քաղաքային տարբեր խնդիրներ, որոնց հաջորդիվ մենք տալիս ենք լուծումներ, հնարավորինս ամենասեղմ ժամկետներում, եւ այսօր նաեւ այն քաղաքացիներին պարգևատրելու օրներ, որոնք որ ամենաակտիվն են եղել։ Ես շատ հաճախ եմ օգտագործում ակտիվ քաղաքացի հավելվածը։ Երևանի քաղաքապետարանը շատ ակտիվ պատասխանում է մեր նամակներին։ Ակտիվ քաղաքացի հարթակը իմ համար կարևոր է նրանում, որ կարող է քաղաքացին բարձրաձայնի իր խնդիրները եւ որոշակի լուծում ստանա։ Այսօրվա շաբաթօրյակի մասնակիցները շատ տարբեր ոլորտի մարդիկ են, հիմնականում մեր գործընկերներ Green կազմակերպությունն է, ու մենք աջակցում ենք իրենց շաբաթական աղբահավաքության իրականացման մեջ եւ իրենք մեր գործընկերն են այս տեսակ միջոցառումների կազմակերպման առումով։ Мы та организация, которая полностью состоит из волонтеров. То есть наша движущая сила – это добровольцы, которые готовы от чистого сердца делать добрые дела для окружающей среды. Միանշանակ շատ հաճելի է, երբ որ աշխատանքի շուրջ ազգին կարող ենք միավորենք, սիրով համագործակցենք, որտեղ մի հայրենիք ունենք, մի մոլորակ կա։ Այսօր մասնակցում ենք բնապահպանական միջոցառման։ Եվ նաև շաբաթօրյակին եկել ենք հրազդանիկից, որպեսզի մաքրենք եւ պահպանենք մեր բնությունը։ Մենք պետք է Երևանը մաքուր պահենք։ Հուսով եմ, որ գալու է այն օրը, որ մենք այս տեսակ շաբաթօրյակների կարիք չենք ունենալու, բայց քանի դեռ մենք շարունակում ենք թափել աղբը ամենուր եւ ամենտեղ, մենք դեռևս նմանատիպ միջոցառումներ իրականացնելու ենք։ Մենք այսօր իրականացրեցինք Դավիթ անհախտի այգու մեծ ծառատունք, որով որ կարելի է ասել առաջին եւ նախնական բացումը իրականացրենք այգու։ Դեսպանների, տարբեր դեսպանատների աշխատակիցների հետ իրականացրեցինք ամբողջ այգու մոտավորապես 150 ծառի եւ մոտ 1200 թուփի տնկում, որը վստահ եմ, որ այս այգին նոր գեղեցիկ կանաչ տեսք է տալու։ Հայկը, Նարեկը եւ Արսենը։ Շատ ուրախ եմ, որ իմ անունը վրան գրած է։ Հետո մենք ջրելու ենք։ Շատ մեծ հաճույքով եմ եկել ծառատնկին, արդեն 4-5-րդ ծառն է, որ տնկում ենք։ Շատ ենք ուզում մասնակցել։ Հետո խնդրեցինք, մեզ տվեցինք այս կանաչ թղթից։ Շատ ինձ ուրախացրեց, երբ որ փոքրիկ երեխաները այնտեղ կտեսնեք, չէ, իրանք ուզում են մասնակցություն ունենալ։ Դա երևի կրթման ամենալավ ձևն է։ Ու շնորհակալություն քաղաքապետին շատ, որ ինչքան պարզ, մաքուր, մարդը չի եկել ձևական մի հատ լապատկա հող գցի ու գնա։ Աշխատում ենք մեր համար, մեր երեխաների թորների համար, մեր ապագայի համար։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում միայն մենք տնկել ենք Երևան քաղաքում 1000 նոր ծառ, նոր կանաչապատ տարածքներ ենք ստեղծել Երևան քաղաքում։ Վերջին տարիներին ահռելի ծավալի կանաչապատման աշխատանք է իրականացվել, մոտ 26000 ծառ է տնկվել, մոտ 60 հեկտարի վրա իր ոռոգման համակարգով, եւ դա իրապես ծավալային առումով մեր քաղաքի համար աննախադեպ է։
Այսօր մենք իրականացրեցինք Ծարավաղբյուրի հարակից տարածքում 6 խմբանի մեր մանկապարտեզի հիմնարկեքը եւ 10 ամիս հետո այս հատվածում մենք կունենանք մանկապարտեզ, որը կընդունի 180 երեխաների։ Շուտով կիրականացնենք նաեւ նոր Խարբերդում մեր կրկին 6 խմբանի մանկապարտեզի հիմնարկեքը։ Մենք այս պայն իրականացնում ենք 24 մանկապարտեզի շինարարությունը, ունենք բազմաթիվ հիմնանորոգվող մանկապարտեզներ, միայն այս տարի մենք սկսելու ենք 13 մանկապարտեզի հիմնանորոգում։ Վերջին տարիների ընթացքում հիմնանորոգել եւ վերաբացել ենք 45 մանկապարտեզներ եւ իրականում այս տեմպով շարունակելով մի քանի տարի հետո Երևան քաղաքի բոլոր մանկապարտեզները կհիմնանորոգվեն եւ իհարկե նաեւ ինչպես այս մեկը կկառուցվեն լրիվ նորերը։ Բարև ձեզ։ Ուրախ եք ժողովուրդ ջան։ Շնորհակալ ենք կազմակերպված այս ամեն ինչի համար, տանջար։ Ապրեք, որ ձեր աջակցությունը մենք ունենք։ Նայեք, սկսվում է այստեղ կանաչ գոտիներ, խաղարապարակներ, սենց նստարաններ, աղբամաններ, այս ընդհանուր առմամբ։ Գեղեցիկ նոր խաղասարք։ Նոր խաղասարք ենք դնում, ոռոգման համակարգ, կանաչապատ գոտի, տաղավարներ։ 50 տարի սպասում։ 2 ամսից ամբողջությամբ ավարտված կլինի։ 2 ամսից լուրջ է։ 2 ամսից էսի ունենում։ Գտնվում ենք Աջափնյակ վարչական շրջանում Բաշնջարյան առաջին նրբանցք առաջին եւ երրորդ շենքերի հատվածում։ Ծրագիրը բավականին մեծ է, ընդհանուր նախագծի արժեքը մոտ 44 միլիոն դրամ է։ Քանդվում են 9 ավտոտնակներ եւ նմանատիպ շինություններ։ Այս տարածքը ամբողջովին մաքրվում է նաեւ շենքի դիմացի հատվածում գտնվող ցանկապատած այդ հատվածները, դրանք նույնպես կբարեկարգենք, կսալիկապատենք։ Շենքի բնակիչները, ինչու՞ չէ նաեւ հարակից շենքի բնակիչները կարող են ամռանը անցկացնել իրենց հանգիստը իրենց իսկ բակում։ Սենց բան պատմությանն է չի եղել։ Ամբողջ բնակչությունը լրիվ ուրախ են, սենց բան են ձեռնարկում, էսի նախ երեխեքի համար, մեզի համար հանգստի վայր է լինում։ Ես իմ երտին իմ տան դիմացի տարածքը հետևելու եմ, մաքուր եմ պահելու։ 72 թվականից, երբ հենց սկզբից կառուցվել է շենքը, հենց առաջի բնակիչներից մենք ենք եղել, ոչ մի բան չի արվել։ Ով կարողացել է իր համար հողամասա վերցրել, մշակել, ոչ երեխեքը խաղալու տեղ են ունեցել, աղբանոց ա եղել։ Պատուանից տեսարանը շատ սոսկալի էր, լրիվ աղբակույտեր էր, բայց այսօրվա դրությամբ որ տեսանք մաքրում եք տարածքը աղբակույտերից, շատ շնորհակալություն։ Ունեմ 7 հատ թոռներ, շատ հաճելի կլինի, որ այս տարածքը կարգավորվի, վերանորոգվի, երեխաները լավ խաղան, ուրախանան, զբաղվեն։ Մենք մարտի կեսերից սկսել ենք Ամիրյան փողոցի բարեկարգման աշխատանքները, փոխվում են սալահատակները, անցկացվում ամբողջությամբ ոռոգման համակարգ, տեղադրվելու են նոր նստարաններ, աղբամաններ։ Այստեղ հիմա, այո, անում ենք ծառատունք մեր կանաչապատման հողակի գործընկերների հետ։ Այսինքն վերջում մենք կունենանք կոմպլեքս բարեկարգված փողոց, որը որ կծառայի մեր բնակիչներին։ Այսօր Երևանի սրտում Ամիրյան փողոցում մայթերի վերակառուցման աշխատանքներից հետո տնկվում է կատալպա տեսակի ծառատեսակ, որը 15-ից 20 մետր բարձրություն է ունենում, բավականին մեծ սաղարթ է ձևավորում։ Այս հատվածից հեռացվել էին տապալման ենթակա ծառերը, դրանք ամբողջովին փտած էին։ Պետք է նշեմ, որ տնկվող ծառերը 10 տարեկան հասուն կայացած ծառեր են, որոնք հենց այս տարի կտան իրենց սաղարթները։
Ժողովրդի համար իհարկե պիտանի գործ է սա, բոլորն էլ գոհ կլինեն ինձ թվում է։ Սա արվում է Երևանի համար, որպեսզի օդը մաքուր լինի եւ գեղեցիկ։ Այստեղ շատ լավ են նայում եւ անընդհատ ինչ որ գործ է լինում։ Դա շատ լավ է, որովհետեւ ծառը իր կարճ կյանք ունի եւ պիտի անպայման փոխվի։ Ես գնահատում եմ 10-ից 10։ Ծառները նպաստում են բնության մաքրությանը։ Բարեկարգում այնքան լավ կլինի, որ ծառերն էլ սիրուն լինեն, այդ ворթեր չլինեն, գեղեցիկ լինի։ Հետո լավ մշակում են, ջրում են, ինչ վատավոր։ Նայեք, հələ սարքում են այդ տրոտուարները, քաղաքը գեղեցկացնում են։ Երևանի քաղաքապետարանը եւ ջազի հայկական ասոցիացիան ներկայացնում են Ապրիլի 30-ին ջազի միջազգային օրվան նվիրված բացօթյա համերգ Գաֆէսյան արվեստի կենտրոնի պուրակում։ Եկեք վայելենք ջազի օրը։ Համերգային ծրագրում Հայաստանի պետական ջազ նվագախումբ Գոր Սուջյանի եւ Ինգա Արշակյանի մասնակցությամբ Ֆրանսիայից ժամանած համերգի հատուկ հյուր Վիգեն Արմանի եւ այլ սիրված կատարողների ելույթներ։ Իսկ համերգը կեզրափակի անկրկնելի Նինո Կատամաձեն։ Ջազ ասենք, ջազ լսենք։ Հուզական աջակցության թեժգից, ինչպես կարող եմ ձեզ օգնել։ Երևանցու համար ծառը պարզապես կանաչ չէ, դա ամառային արևից բախստվեր է, մանկության հիշողություն, մաքուր օդ, բայց կան բաներ, որոնք մնում են աննկատ, Երևանի թեղիները հիվանդ են, նրանց ներսում հենց բնի մեջ հազարավոր նեմատոդներ են, փոքրիկ որդեր, որոնք սնունդ են քաշում ծառից կամաց թուլացնելով այն։ Երբ ծառը կորցնում է իր դիմադրողականությունը, սկսվում է հաջորդ փուլը՝ թեղու, տերևակեր եւ միջատների հարձակում։ Նրանք ոչ միայն կերակրվում են տերևներով, զգալի կրճատելով տերևային զանգվածը, այլև ներթափանցում են տներ, առաջացնելով ալերգիկ եւ այլ խնդիրներ։ Այո, հաճախ հարց է հնչում, ինչու չեք բուժում։ Քիմիական բարձր չափաբաժիններով մշակումը նշանակում է թունավոր նյութեր եւ ռիսկեր մարդկանց համար։ Այն անվնաս չէ եւ չի հանգեցնում ձեր եւ իմունիտետը կորցրած ծառերի առողջացմանը։ Մենք փոխարինում ենք հիվանդ ծառերը դիմացկուն եւ ֆունկցիոնալ տեսակներով։ Երբեմն հոգ տանել քաղաքի մասին նշանակում է ոչ թե բուժել հինը, այլ ընտրել նորը։